Նախորդին մեծ այսպես հարցազրույց ասուլիս տեղի ունեցավ Սամվել Կարապետյանի հետ, ձեր ընդհանուր ուղենիշային առաջնահերթությունները բարձրաձայնվեցին, ամեն դեպքում տեսանք, որ հենց դրան հաջորդեցին իշխանությունների անհամաչափ այսպես գուցե արձագանքը տեղտեղ նույնիսկ ընտանիքին վիրավորանքներ հասցնելով եւ սպառնալիքները։ Այս պայմաններում, երբ իշխանությունը, որի ձեռքում կա վարչական ռեսուրս, որը այսպես հաթաթաներով է ձեզ վախեցնում, որքանով եք իրատեսական գնահատում ձեր հաղթանակի հնարավորությունը, տեսանք, որ Սամվել Կարապետյանը չէր կասկածում։ Ճիշտ ասած, ես էլ չեմ կասկածում եւ վաղուց չեմ կասկածում, իսկ իշխանությունների նյարդային պահվածքը եւս մեկ ապացույց է, որ այդպես էլ լինելու է։ Ինչ վերաբերում է ձեր ասած վիրավորանքներին, գիտեք, մակարդակ շատ ցավում եմ, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը ղեկավարում է մի փոքրիկ խմբակ, որը չունի ուղղակի այդ մակարդակը, այսինքն քաղաքական, ճիշտ, բանավեճի, առարկայական, որպեսզի ժողովրդին էլ պարզ լինի, ինչ է, իրենք երկու խնդիր են լուծում, մեկ իրենց, այսպես ասած, նյարդային վիճակն են փորձում բացատրել, չնայած դա արդեն պարզ է բոլորի համար, երկրորդը վախի մթնոլորտ սերմանել։ Հավատացած եղեք, որ մենք այդ մակարդակի չենք իջնելու, մեկ-երկու փոքր հումորային շատ գեղեցիկ բնորոշումներ, որ պարոն Կարապետյանը տվեց, շատ ճիշտ էր, բայց իրենց մակարդակին չենք պատրաստվում իջնել։ Փաշինյանը նաև լրացնեմ, կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը ասաց, որ իրենց կուսակցության առաջ նպատակ ընտրել եւ դա իրենց ծրագիրն է, թույլ չեն տալու, որ նաև կուսակցությունը նույնիսկ խորհրդարան ասնելու շեմը հաղթահարի եւ կարողանա ընտրություններին այդքան տոկոս ձայն հավաքել եւ երկրորդ հասնել են ցուցում։ Սնկերի հետ կապված Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է դատի տալ Սամվել Կարապետյանին։ Նախազգուշացված չէ Սամվել Կարապետյանը, որ այդպիսի վտանգավոր հայտարարություններ չանի ի վերջո նախագահական շրջանում։ Նախ առաջինը ես չեմ պատկերացնում այդ թույլ չտալը իրենց իսկ հռչակած ժողովրդավարական բաստիոնում ոնց կարող է իշխանությունը թույլ տալ կամ չտալ մի բան, որը իրենից կախված չի։ Այսինքն այս պայից հայտարարում է, որ ժողովրդի քվեն գողացվելու է, թող փորձի։ Չէ, մարդկանց կհամոզի, որ Դե մարդկանց ինչքան ժամանակ կա արդեն։ Սամվել Կարապետյանի հայտարարության օրվանից մարդկանց համոզում է, բայց ամենաանկեղծ եւ ամենաճիշտ հաշվարկներով դա իր մոտ չի ստացվում ամենայն դեպս, ինչ վերաբերում է սնկերին, անկեղծ ասած, պարոն Կարապետյանը հայտարարեց մի բան, որը թերևս բոլորն են կասկածում։ Ուղղակի չգիտեին սունկ է, թե այլ միջոցներ է, ըստ որի այսպես փոքրիկ խմբակը ընկնում է հոգեխանգարմունքի մեջ։ Այնպես որ ես ոչ մի բանի վրա չեմ զարմանում, իրենց գործելավոճն է, իրենց մակարդակն է, թող փորձեն, անկեղծ ասում եմ ձեզ, այնքան վստահ ենք, որ մեզ տված քվեն հատ-առհատ պաշտպանելու ենք։ Այնուամենայնիվ դատական գործեր միգուցե հարուցվեն տարբեր այսպիսի արտահայտություններով, պատրաստ եք անցնել դրա միջով եւ ինչ եք ձեռնարկելու, այսինքն ռետորաբանության թուլացում ընդհանուր առմամբ պատրաստվում եք այս ֆոնին, համենայնիվ երեկվա սպառնալիքից հետո։ Հիմա ո՞նց եք պատկերացնում, եթե մի թիմ, մի քաղաքական ուժ, որը չի վախենում կալանավորվելուց, ինչպես կարող է վախենալ դատական քաղաքացիական հայցերից։ Այդպիսի խնդիր չկա, չբացեմ այսպես մարտավարական միջոցները, բայց ես գոնե մի միջոց գիտեմ, որով կարող է հիմնավորվել Սամվել Կարապետյանի ասած։ Պարոն Խազինյան, ձեր քաղաքական թիմը հաճախ է նշում, որ դուք կուշտ եք, բայց օրինակ Հալիձորում կուշտ եք, բայց դե Հալիձորում օրինակ այլ հարակից մանկապարտեզներում հավելագրումները հեցի ձեր տնօրինության օրոք այդ կուշտ լինելու շարքից են։ Իմիջայլոց փոքրիկ խմբակի ղեկավար ես էլ որևորդ անգամ ես ուզում եմ, որ մեր ժողովրդը ուշադիր լինի, արդեն հանցակազմ, ըստ ինձ հանցակազմ պարունակող արարքներ է գործում, ինչի համար ձեզ ասեմ, որովհետև կասկածի տակ է դնում դատարանի որոշումը։ Վարչական դատարանը, ամենայն դեպս առաջին ատյանի, հստակ արձանագրել է, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը այդ կետով զրկել հեծին լիցենզիայից իրավաչափ չէ եւ չի ապացուցվել։ Այսինքն հերքում եք, ոչ միայն հերքում ենք, դա դատարանն է հերքել, իսկ դատարանի որոշումը այսպես կառավարության ղեկավարի կասկածի տակ դնելը համոզված եմ, որ
հանցակազմ պարունակող արարք է նաև։ Հասկանում եք, ուր ենք հասել։ Կոնկրետ դատարանի որոշումը, ասում եմ համենայն դեպս առաջին ատյանի, քանի չկա այլ որոշում, չի կարելի խոսել դրա մասին, համոզված եմ նաև կլինի վերջնական որոշում։ Այնտեղ 6 կետ էր։ Կետերից մեկը հավելագրումների մասն էր, որը դատարանը ապացուցված չի համարել։ Հիմա նորից կրկնում եմ, եթե ունեցել ենք 2000-ից ավել նյութական պատասխանատու, անհատ, անձինք։ Հիմա դա նույն բանն է, անկեղծ ձեզ ասում եմ, որ մեղադրել սեփականատիրոջը ինչ-որ մի համայնքում ինչ-որ մեկի կողմից կատարված հավելագրմանը, դա նույն բանն է, որ օրինակ ինչ-որ մի հատ պետական մարմնի հասարակ աշխատող կաշառքի վրա բռնվի, փոքրիկ խմբակի ղեկավարին մեղադրեն կաշառակերության մեջ։ Նույն բանն է, ուղղակի գիտեք ոնց խափում է, պարզ, սուտ է խոսում։ Եվ տեղեկություն է տալ, որ կառավարությունը $10,000 է առաջարկել վաճառելու համար, Նարեկ Կարապետյանը այս հարցը անպատասխան տվեց, չմեկնաբանեց, արդյոք սա ճիշտ է եւ ինչ եք պատրաստվում անել քննարկում այս։ Ճիշտ ասած, այդ համապատասխան փաստաթուղթը ինձ էլ են ասել, որ արդեն լրագրողների ձեռքում է, լրատվամիջոցներից մեկը Լրատվամիջոցներից մեկը մենք չենք ցանկանում դա հրապարակել, հաշվի առնելով շատ հանգամանքներ, բայց հաշվի առնելով թուղթը հրապարակված է, ուղղակի հերթական անգամ պետության վերաբերմունքն է մասնավորի բիզնեսի նկատմամբ։ Նարեկ Կարապետյանը շատ ճիշտ է անում, որ չի անդրադառնում այդ թեմային, ինչի համար, որովհետև ինչպես բազմիցս ես նշել եմ, Սամվել Կարապետյանը բացարձակ խնդիր չունի իր ունեցվածքը պաշտպանելու։ Տեսնելով երկիրը ուր է գնում եւ ինչ վիճակում, այստեղ խոսել հեծի կամ իր կորցրած կամ բանակցությունների մասին կարծում եմ ճիշտ չի։ Պարոն ունեք առաջարկել։ Իհարկե ոչ, այդ առաջարկը որ մի բանական կամ տրամաբանություն ունեցող մարդը կարող է ընդունել։ Ընդհակառակը այդ ներկայացնողին պետք է, այսպես ասած, ուղարկել համապատասխան մասնագետի մոտ։ Պարոն Ղազենյան, հարցը մի փոքր կիսատ մնաց։ Կարող եք հստակեցնել այդ մեկ միջոցը, որով կարելի է այդ ձեր ասած հարցին լուծում տալ։ Այսինքն դա տեստ հանձնի, պարոն Փաշինյանը, կարող եք հստակեցնել ինչ նկատի ունեիք։ Դուք ասաց։ Բայց դա նկատի ունեիք։ Դուք ասաց։ Կա այդպիսի Օրինակ, թունավոր սնկեր։ Չեմ կարող ասել, ես խոսքը սնկի մասին չի, ես հոգեվիճակի մասին եմ խոսում, որը հավատացած եղեք ունենք համապատասխան մասնագետներ։ Երեք Նիկոլ Փաշինյանը ասաց, որ այդ հայտարարությունների համար հայց է ներկայացնելու ու հասնելու է նրան, որ պատժում նաև էլի հավելումներ արեց, որ հիմա չեմ ուզի կրկնել, սրա վերաբերել ինչ։ Ինչի՞ չեք ուզի կրկնել, ոնց կարող է պատահի, կներեք 1000 անգամ, չեմ ուզում իջնել այդ մակարդակին, բայց ինչ են շնխում, եթե չեմ սխալվում, իրավական ձևով դատարանում ուտացնել եւ այլ։ Լավ է, երկիրը ընդհանրապես իրավապահ համակարգ չունի կամ իրենք իրենց կողքը գոնե առաջի իրավաբանական ֆակուլտետի առաջի կուրսի ուսանողի գիտելիքներ չունեն, որպեսզի հուշեն համապատասխան անձին, որ այդպիսի իրավական ընդհանրակարգ գոյություն չունի։ Այսինքն այդ հայտարարություններին անդրադառնալը մեզ պատվից ցածր է, հավատացեք։ Նորմալ է համարը, որ քարոզարշավը այսպեսի, այսպես ասեմ, մակարդակից է սկսում, դա երկկողմանի է, հա թե իշխանությանը, թե դիմությանը։ Հիմա խոսույթով է քարոզարշավը մեկնարկում։ Այսինքն ոչ թե առաջարկներով ինչ-որ քաղաքացիներին, այլ փոխադարձ այսպես վիրավորանքներով։ Փոխադարձ վիրավորանք, որպես մեր կողմից ամենայն դեպս վիրավորանք չկա, ասեմ ինչի համար, մենք փորձում ենք հաստել ինչ որ տեղի ունենում, որովհետև համոզված եղեք, որ այդ մարդու վարքագիծը, ոնց ասեմ, շատ դեպքերում նորմալ չի։ Այսինքն վերջինաշուտ երկրի ղեկավարը, հիմա մեր ուժի ղեկավարը փորձում է հասկանալ, թե դա այսպես ասած ինչից է գալիս ու կարծում եմ, որ մեր ժողովրդին էլ դա պետք է հետաքրքրի։ Կարծում եմ ժամանակը գա եւ ամեն ինչ բաց կլինի։ Պարոն Ղազենյան, կներեք, ես կարող արդեն ասել եք ուշ մոտեցա, հեծի գնի հետ կապված ուզում եի հարցնել, իսկապես այդ գիններ առաջարկվել ընկերությանը, որի մասին այլ։ Դե այդ նամակը արդեն ձեր ձեռքում կար, չէ՞։ Հա, եւ վաճառը որ չէիք համաձայնել հենց Այսպես ասեմ, մենք բանականին բնականաբար նաև պատճառներից մեկն էր, բայց այսօր հեծին չանդրադառնալ ունի մի նպատակ։ Հաշվի առնելով երկրում տիրող վիճակը, հաշվի առնելով մեր պետության առջև այսպես ծառացած մարտահրավերները, այսօր հեծի մասին խոսալ հավատացեք ճիշտ չի։ Լավ,
Քարոզարշավի մեկնարկը այսօր արդեն պաշտոնապես տրվեց։ Մի քիչ կմանրամասնեք, ինչ ձևաչափով է ընթանալու, ինչ եք առաջին հերթին փորձելու ընտրողներին հասցնել, որն է գլխավոր նկատի խնդիրը, որ բացի այդ բանավեճերից նաև ծրագրեր եւ այլն կարող է հասցնել ինչ մոտեցում։ Մեկնարկը այսպես ասած տրվեց 3 ձեր օգնությամբ, հաշվի առնելով, որ բոլորդ ներկա եք պարոն Կարապետյանի ասուլիսին, որ երեկա տրվել, մի հատ էլ դրա համար թող դատի տան։ Ինչ առումով եմ ասում 3 մեկնարկը տրվեց, հաշվի առնելով, որ առաջի անգամ պարոն Կարապետյանը հնարավորություն ունեցավ, ցանկություն միշտ ուներ, բայց հնարավորություն ունեցավ այդ ձևաչափով։ Եվ եթե զգացել եք, այսպես բոլորս մեզ հետ անկեղծ պետք է, եթե զգացել եք շատ զգուշ եւ շատ ճիշտ էր խոսում, այսինքն ասում էր բաներ, որ հիշում եք շեշտում էր 5 տարի հետո գա կհարցնեք, կտեսնենք։ Ես կարծում եմ, որ դա ոչ մեկ թող չնեղանա, բայց դա շատ նոր ձևաչափ է խոսել 100% ճիշտ, այսինքն չասել պոպուլիստական կամ քաղաքական ինչ-որ բան, ինչպես նշում են քաղաքականության մեջ այդպիսի բաներ որոշակի չափով թույլատրելի է, բայց մեր ուժը եւ իր ղեկավարը ասում է այնպիսի բաներ, որոնք 100% կատարվող են եւ կատարվելու են։ Ինչ վերաբերում է ընթացքին, Աստված մեզ հետ, մենք այսպես ասած հավատքով դեպի Աստված, հավատքով դեպի մեր ժողովուրդը գնում ենք առաջ եւ համոզված ենք, որ չգիտեմ արդեն որ բառն ասենք, որ ճիշտ լինի։ Լինելու է ուժեղ Հայաստան։ Այս լավատեսական նոտայով ավարտենք։ Լավատես։ Հարգելի հետևորդներ, մենք ուղիղ հեռարձակման, բայց պահին աշխատում ենք